Բարև ձեզ, ես Մարիամ Գևորգյանն եմ, սովորում եմ Արևելյան դպրոցի 3-1 դասարանում։ Այսօր ես կարդամ Հովհաննես Թումանյանի անվան հուռին։ Լինում է չի լինում մի կնիկ, այս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը Հուռի։ Մի ծույլ անշնորհք աղջիկ, օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։ Բան ինչ կանեմ կեղտոտ է, բամբակը կորիզոտ է, մաստակ պիտի որ սամում կտերը տիտիկանեմ, ուտեմ խմեմ մտնի քնեմ, հարևանները անունը դնում են անվան հուռի, ինչմերն է աղջկանը գովելով ման է գալիս, լիտրը գրող, լիտրը մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող, կարող, խունցող, տխող, եփող, թափող, մի խոսքով հուրի հրեղ են, մատները ոսկի։ Այս գովասանքը գնում է մի երիտասարդ վաճառականի ականջին են գնում։ Այս երիտասարդ վաճառականն ասում է. «Իմ ուզածն էլ հենց սա է, որ կա»։ Գլխապատառ գալիս է անվան հուռուն, ուզում, հետը պսակվում, տանում իրենց տուն։ Մի քանի ժամանակից ետը մի 10-20 բեռը բամբակ է առնում, տալիս կնկանը թե. «Ես գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ ես բամբակը գզի, մանիկ գամ տանեմ ծախենք Հարստանը»։ Անվան հուռին է իրեն համար մաստակ ծամելով ման է գալիս։ Մի օր էլ գետը ափովն անց կենալիս լսում է, որ գողտերը կռկռում են։ Փեփել, կեկել, փեփել, կեկել, ոյ աղջի փեփել, կեկել, ձեն է տալիս անվան հուռին։ Որ բամբակը բերեմ ձեզ տամ, կգզեք։ Բեր։ Անվան հուռին ուրախանում է։ Գնում է բամբակը կրում, բերում, ածում գետը։ Դե գզեցեք, մանեցեք, մի քանի օրից ետ գամ մանածը կտանեմ, որ ծախենք։ Գնում է մի քանի օրից ետ է գալիս։ Գորտերը էլի կռկռում են, փեփել, կեկել, աղջի փեփել, կեկել, դե մանածը բերեք։ Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուռին մինն էլ որ նայում է, աչքով ընկնում է գետի ափերին ու քարերին թափված կանաչ մուրը։ Ոյ ասում է, քոռանամ ես, տես համ գզել ու մանել են, համ էլ խալիչա են գործել իրենց համար։ Ձեռը ճակատին է դնում, ձեն է տալիս։ Դե որ խալիչա է գործել, մեր բամբակի փողը բերեք, ձեն է տալիս ու ոտը փոխում է մտնում ջուրը։ Հանկած ոտը առնում է մի կոշտ բանի, հանում է, տեսնում մի կտոր ոսկի։ Փեփելին ու կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն է, որ առուտուրի տեղերիցն է գալիս է տեսնում իրենց ցարեքին մի մեծ ոսկու կտոր։ Այ կնիկ, էս ինչ ոսկի է, թե բա չես ասի, բամբակը փեփելի ու կեկելի վրա ծախեցի, բամբակի փողն է։ Մարդը ոնց է ուրախանում, էնպես էլ դուք կուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալիս, գովում է, շնորհակալություն է անում, որ այսպես խելոք զնորքով աշխատասեր աղջիկ է մեծացրել, քեֆ է սարքում, նստում են քեֆի։ Զոքանչը խորամանկ կին է լինում, իմանում է, թե բանը ինչպես է պատահել, վախենում է, թե փեսեն էլի աղջկանը գործ հանձնի ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակ մի բզեզ է ներս մտնում ու բռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում, գլուխ է տալիս բզեզին, ասում է. «Բարև եկար Մերկուր ջան, ոնց ես, այսքան ժամանակ չես երևում, ախր քեզ ով էր ասում այսքան բան անես, էդ օրն ընկնես»։ Փեսեն մնում է զարմացած, ասում է. «Այ մեր, խելագարվեցիր, քեզ ինչ պատահեց, էդ բզեզին էդ չես ասում, մորքուրս ո՞րն է»։ Զոքանչը դե, այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես, չես ասի, այս բզեզն իմ մորքուրն է։ Խղճը շատ աշխատասեր կնիկ էր, ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, այնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն այդպես է, շատ աշխատասեր են, բայց աշխատելուց պստիկանում բզեզ ենք դառնում։ Այս որ Փեսեն լսում է, վախից քիչ է մնում պլոշը ճայքի, էն է լինում, որ են արգելում է հուռիին, ձեռն էլ բանի չտամ, որ մորքուրի նման բզեզ չդառնամ։ Ցտեսություն։